լավ չեք տիրապետում իրավիճակին, որովհետև ընդհակառակը մենք պետք է շնորհակալություն հայտնենք ԿՊԱ-ականներին, օրինակ այդ մարդկանց զուգանում ծեծելով չեն սպանում, չէ՞։ Իրանք անդադ մեզ 30-ով են տալիս, 30-ով են տալի, անդադ, ասում են, տեսեք, մեր ժամանակ է զուգանում ոչ մեկին ծեծելով չենք սպանում։ Եվ հիմա պետք է շնորհակալ լինենք, որ ուղղակի այդ մարդկանց ծեծում են, այլ ոչ թե ծեծելով զուգանում սպանում են, բայց իրականում տեղի ունենում են ինչ-որ մենք բազմիցս հուշացրել ենք, հիմա կեղծ ժողովրդավարության ինչ-որ միջավայր են ուզում ձևավորել, իբրև թե մենք նախկինում ապրել ենք Չեռնոբիլի ավերակներում, այս իշխանությունը եկել է Հայաստանում ձևավորել է ժողովրդավարություն, ես ուզում եմ ասել, որ հիմա Հայաստանը ավելի ազատ չի, քան Սերժ Սարգսյանի օրոքեր, ուզում եմ հիշեցնել, որ մենք ապրել ենք Սերժ Սարգսյանի օրոք, նույնիսկ հիմա բռնությունները միգուցե ավելի շատ են, սա ստանդարտ հիբրիդային ռեժիմ է ժողովրդավարական ինչ-որ ֆասադներով, քանի որ Հայաստանը պատմականորեն ունի ժողովրդավարության ավանդույթներ, բայց բնույթով ավտորիտար է եւ իշխանությունը խարսխված է մեկ մարդու վրա եւ ընդհակառակը այս իշխանության դիրքերը թուլանալու են, այդքան բռնությունները սաստկանալու են, այդքան մարդկանց վրա հարձակվելու են, հակառակորդներին քաղաքական հետապնդման են ենթարկելու, գործադրվելու նորից ընտրովի արդարադատությունը, մարդկանց այսինքն հետապնդելու են զուտ նրա համար, որ իրանք այլ քաղաքական հայացքներ ունեն։ Մի խոսքով, ստանդարտ իրավիճակ, ինչը մենք կանխատեսել ենք, եւ այս իրավիճակը սաստկանալու է։ Մի րոպե, ես ուզում եմ նաև ավելացնեմ, որ Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետով ընտրվելը բերելու է նրան, որ բռնությունները շատանալու են, ազատությունները սահմանափակվելու են եւ դիկտատուրա դառնալու։ Այսինքն այդ հիբրիդային այսօրվա ռեժիմը, որոնք հիբրիդ է, այս կիսա ավտորիտար, այս խառը, այս բան ռեժիմը, բայց դա կարա դառնա իրական ավտորիտար, ֆունդամենտալ ավտորիտար ռեժիմ։ Եթե երրորդ ժամկետով մարդը ընտրվում է, դա դառնում ավտորիտար ռեժիմ։ Տեսել ենք, գիտենք, անգիր գիտենք, պարզա դա, եւ այդ սկզբունքը, որ որդեգրվել է, որ ոչ ոք չպետք է երրորդ ժամկետում երկրի պաշտոնին, գլխավոր պաշտոնին հավակնի, դա էլ եմ ասում, վերաբերվում է հենց հիմա Նիկոլ Փաշինյանին։ Ասեք, հարցեք տա։ Ժամանակ այսպես ասած խայթոցներ տեղի ունեցան ձեր եւ Արարատի միջեւ, դա ինչպես կմեկնաբանեք։ Խայթոցներ չեն, լավն հարվածներ էին։ Ձեր ԱԳՆ-ում աշխատած ժամանակահատված։ Ես ԱԳՆ-ում չեմ աշխատել, իդիշբախտություն ԱԳՆ-ի։ Աշխատելի ժամանակահատվածի հետ կապված հակադարձություններ եղան, ինչպես կմեկնաբանեք Նիկոլի այդ ասածները։ Մարդ էր, որը չդիմացավ իմ քաղաքական սուր քննադատությանը եւ ստիպված խոսակցությունը տարավ անձնական դաշտ կոմպլեքսներից ելնելով։ Մենք շատ լավ իրար համագործակցել ենք եւ բարեկամաբար բաժանվել ենք եւ այն ժամանակ հեչել է իր կյանքի մեծագույն հիասթափությունը չէր, բայց հենց սկսեցի քննադատել եւ իրենց արտաքին քաղաքականությունը համարել քայքայիչ եւ հակապետական, բնականաբար ԿՊԱ-ականների ոչն է դա խոսակցությունը տանել այդտեղ։ Իրանք առարկայական քննադատությանը չեն դիմանում։ Ես իրենցից երբեք պաշտոն չեմ խնդրել, ինքն է ինձ խնդրել, որ ես գնամ օֆիսում աշխատելու եւ բարեկամաբար բաժանվել եմ եւ երբեւե իրենցից աշխատանք չեմ խնդրել եւ ես նրան 8 տարի չէի տեսել։ Բարբարյան Քարոզարշավի վերջնորն է դավադի ինչպես է գնահատում ընթացքի եթե շատ։ Քարոզարշավը գնահատում ենք տոտալ անհավասար, խայտառակություն, ծայրից ծայր։ Գնահատում ենք, որ հանրային հեռուստաընկերությունը ամեն ինչ արել է, որ մենք քիչ լինենք, խոսքը լուրերի լուսաբանման մասին չի, այլ հենց Պետրոս Ղազարյանի հաղորդման, որովհետև ընդդիմադիր մասնակից բոլոր ուժերը, դե Պետրոս Ղազարյանի մոտ արգելք կար իմ մասնակցելու եթերների, արդեն 3 տարի էր։ Եվ ընտրություններից առաջ ինքը հրավիրել է բոլոր ուժերի եթերի, ֆիքսեն, Քարոզարշավից առաջ։ Քարոզարշավի մեջ մի հատ էլ հրավիրել, այսինքն Քարոզարշավի մեջ մեզ մի եթեր ա տվել, այդ ուժերին մի հատ Քարոզարշավից առաջ ա տվել, մի հատ Քարոզարշավի մեջ ա տվել, եւ ես մի բան ասեմ, որոշ ուժերի Քարոզարշավի մեջ 2 հատ ա եթեր տվել, դուք բոլորը տեսաք, երեկվա եթերը ասենք, Թաթուան 2 անգամ, Մարիկ Կարապետյանը 2 անգամ, Թաթուանի թիմից էլի մեկը հաշվում է 3, իսկ մենք Հայաստան դաշինք, այսինքն նայեք, այս շատ կարևոր հանգամանք է, մի հատ հասկանանք,
Այսինքն ինչա, մեկի անունը կարմիր է, մեկին է կապուտ է, մեկին է սպիտակ է։ Հավասար ծածկույթ եք տվել, հավասար ծածկույթ տվեք։ 9 միլիարդ դրամ, եթե չեմ սխալվում, հանրայինի բյուջեն, հա։ Մենք պետք է այդ ամենաշատ տարածվող մեր ժողովրդի հարկերով վճարվող բանում լինեինք։ Անհավասար քաղաքական լուսաբանումը, այդ հաղորդման անհավասար է եղել։ Լուրերի թողարկմանը շնորհակալ եմ, շատ լավ լուսաբանել են քարոզարշավի մեջ տեսել։ Նախընտրական բանավեճին այսօրվա մասնակցելու եք։ Այո, մենք միշտ էլ մասնակցել ենք։